Այս գեղեցկադեմ ձագուկի համար փնտրվում է ընտանիք։ Երևանի կենդանիների խնամքի կենտրոնի վերջին շրջանի աշխատանքների առանցքում է անտուն կենդանիների համար ընտանիք գտնելը։ Նման կենդանիները քիչ չեն նաև նրանց խնամակալության վերցնողները։ Միայն նախորդ տարի մոտ 150 թափառող անտուն կենդանի է որդեգրվել միայն մեր կազմակերպությունից։ Այս տարի եւս բավականին լավ արդյունք ունենք ու տարվա վերջ կարծում ենք, որ նախորդ տարվա արդյունքին կհասնենք։ Որդեգրությունները մեզ մոտ կազմակերպվում է շատ հստակ պայմանագրերի միջոցով, որով կենդանի որդեգրողը պարտավորվում է այդ կենդանիներին կենդանուն ապավել անհրաժեշտ պայմաններով, պահել փակ տարածքում, չլքել նրան, չթողել միայնակ, զբոսանքը կազմակերպել բացառապես իր ուղեկցությամբ, ու այսպես բավականին շատ կետեր ու ամենակարևորը, եթե կենդանի որդեգրողը որևէ պահի այլևս չի կարողանում կամ չկարողանա այդ կենդանուն պահել, նրան բաց չթողել, չլքել, այլ նորից վերադարձնել մեզ։ Երևանում դեռ 2019 թվականից իրականացվում է թափառողջների գլխաքանակի կանոնակարգման ծրագիրը։ Այն իրենից ենթադրում է թափառողջների ստերջացում, վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքներ, պարտադիր պատվաստում կատաղություն հիվանդության դեմ։ Աշխատանքները նույն ծավալով շարունակվում են մինչ օրս, այսինքն ամեն տարի կազմակերպությունը իր առաջ խնդիր է դնում մեծ քանակով թափառողջների ստերջացնել, պատվաստվել եւ վերապատվաստվել, եւ սա գլխավոր առաջադրանքն է, այսպես ասած, կազմակերպության։ Մայրաքաղաքում, եթե համատականներ տանենք նախորդ տարիների հետ, ապա կարող ենք ասել, որ բնականաբար խնդիրը ավելի թուլացել է, դա մենք զգում ենք եւ ահազանգերից եւ կենտրոն բերվող ավելի փոքր քանակությամբ չստերջացված շներից։ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է մեկ այլ ծրագիր, որի հիմքում համայնքային կացարանների կառուցումն է։ Նախագիծը բերվել է վերջնական տեսքի, շուտով կմեկնարկի շինարարության մրցութային փուլը։ Մենք արդեն 2026 թվականին կունենանք առաջին պետական համայնքային կացարանը, որը նախատեսված է թափառող շների արդեն մշտական հիմնական պահման համար։ Ինչ ենք շեշտում այս հիմնական պահման ֆակտորը, որովհետև մենք այս պահին էլ ունենք կացարան, որը ժամանակավոր կենդանիների պահման համար է, այստեղ այսինքն կենդանիները բերվում են, անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելուց հետո ինչ որ կարճ ժամանակ կամ մնում են կամ չեն մնում ու հետ են վերադարձնում։ Իսկ այս մյուս կացարանը հնարավորություն կտա առավել մեծ քանակությամբ կենդանիներ պահելու, առավել մեծ քանակությամբ կենդանիների որդեգրության հանձնելու եւ արդեն որոշ դեպքերում նաեւ այդ կենդանիներին այստեղ պահելու, ոչ թե նորից փողոց բաց թողնելու։ Նախագիծը նախատեսված է մինչև 300 շան համար։ Մեծ ու ընդարձակ կացարանը կունենա կենդանիների մշտական բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Տարածքում կապահովի նաև զբոսանքի եւ ազատ տեղաշարժի հնարավորություն։ Նոր կացարանում կենդանիները կանցնեն պարտադիր բժշկական ստուգում, կմիանան ստերջացման ծրագրին, կպատվաստվեն եւ կլինեն կենդանաբույժների մշտական վերահսկողության տակ։ Մանանա Պետրոսյան, Հայկ Բարսեղյան, Armenpress-ի համար։